Հասանք Վարդենից, այ շատ բարև ձեզ, ոնց է եղբայր, ոնց, բա դուք գիտեիք, որ մենք գալու ենք, բա ուրիշ ոնց պետք է դիմավորենք, բա ինչ գիտեիք, ստե ենք կանգնելու, բարև ձեզ, ինչ կա չկա, ոնց եք, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք, ինչ հարցեր ունեք մեզ, լոխ լավ է, հաստատ, ես ճամփեն գիտեք, չէ, ստարի, պարոն Խուդացյան, Եսի ձեր ծանոթ խանութ է։ Աստեից առևտուրը։ Հիշում եք այն ժամանակ կարտոշկի համար Ինչ կարտոշկի, պատգամավոր է այն ժամանակ։ Պարոն Խուդացյան, այս ճամփեն այս տարի է ծրագրի մեջ։ Այն կողմից 3 հատվածով Այս տարի սկսում ենք կառուցել։ ճանապարհան մխիթար վիճակը, բարոն։ Հա, դա բայց գիտեք ինչ է դեր կապված, քանի որ այնտեղ են բարձրացնելու բան կար, հատված կար։ Պետք է բարձրացնենք, իսկ նա կոմունիկացիաներ փոխվում է։ գնանք նախագծով։ Այնտեղ քանի որ շատ բարձրացնելու հարց կար, հետո տեսանք, հետո ցավոք Սևանը բավարար արագությամբ չի բարձրանում։ Մտածեցինք հիմա մի հատ սարքենք, մինչև բարձրանալը բան կանենք, էլի ուրիշ։ Ինչ տրամադրության եք գործել։ Շնորհակալ ենք։ Մի հատ սարսուրճ։ Չէ, եղբայր, շնորհակալ ենք։ Ուրիշ առիթով։ Շնորհակալություն։ Բանի քարոզարշավի վաղտ որ գանք այն ժամանակ կկանգնենք, բան կանենք, կհյուրասիրեք։ Եղբայր դուք ոնց եք։ Ինչ կա, ինչ չկա, ինչ տրամադրություն, ինչ հալ։ շատ լավ է։ Ինչով եք զբաղվում։ Դեք զբաղվենք դունեն տնտեսության։ Բան, հող, կարտոշկա։ Չեք մտածում կարտոշկեն ուրիշ բանով փոխարինեք, որ ավելի թանկ լինի։ Հետո կարտոշկի ավելի թանկ սորտեր են, չէ՞ լում։ Պարոն Պապոյան։ Պապոյանը ուրա։ Պապոյան։ Պարոն Պապոյան, բանի կարտոֆիլի ավելի թանկ սորտեր են, չէ՞ լում։ Այո, ու մենք այս տարի քվոտա ունենք 3500 տոննա դրսի սորտերի առանց մաքսատուրքի կգա։ Սերմեր, այդ բարձրարժեք թանկ կարտոֆիլ։ Եվրոպական է, իր վրա բարձր մաքսատուրք կա, ԵԱՏՄ-ում մենք գնացել ենք քվոտա ենք վերցրել, պարոն վարչապետ։ Բայց նկատի ունեմ ինքը որ շուկայում ավելի թանկ է այդ կարտոֆիլը։ Չէ, ինքը ավելի շատ է բռնում։ Չէ, ես նկատի ունեմ բարձրարժեք սորտեր կան, ասենք կարմիր կարտոֆիլ կա, ճիշտ է։ Հետո ուրիշ սորտեր կան ու տեն շարունակ։ Ընդհանուր առմամբ մենք ուրիշ բանել ենք մտածում ենք որ բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է տրամադրությունը։ Ուրախ ենք շատ։ Գնացինք, լավ, կարտոֆիլի մասին հետո կխոսանք։ Բարև ձեզ, եղբայր։ Լավ եք։ Բարի օր ձեզ, բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ, պարոն մարզպետ, բարև ձեզ, պարոն քաղաքապետ, բարև ձեզ։ Լավ եք։ Բացում եք հենա ցանքի սեզոնը էլի, երբ են բարելու ժողովուրդը։ Հա։ Այսինքն մոտավորապես երբ կբարեն։ Պարոն Պապոյանի, գյուղատնտեսության աջակցության ինչ ծրագիր ենք ուզում անենք։ Պարոն վարչապետ, այս ենթադրում եմ, որ կարողանանք հաջորդ շաբաթ արդեն ընդունենք, այսինքն այս 5 շաբթի ընդունենք բուսաբուծության աջակցության ծրագիրը եւ դրա արդյունքում, երբ որ հատիկ անդեղեն մշակաբույսեր, կերային մշակաբույսեր եւ հացահատիկ են ցանում մեր քաղաքացիները, ծախսերի 50%-ը կառավարությունը փոխհատուցում է։ Շատ լավ։ Այսինքն մի շաբաթ կընտրենք։ Այո, օրինակ գարու դեպքում 1 հեկտարի դեպքում հաշվում ենք, որ ծախսերը մոտավորապես 160,000 դրամ են եւ դրա կեսը 80,000 դրամը կառավարությունը կփոխի։ Բա ոնց ենք փաստագրում, որ համոզվենք, որ չարաշահումներ բաներ։ Մեխանիզմը այսպես է, նախարարությունը մոտավոր հաշվարկել է միջինացված եւ այդ տրամաբանությամբ Չէ, նկատի ունեմ համայնքներն են ֆիքսում, որ ցանված է։ Այո, քաղաքացին գալիս է համայնք, ասում է ես հայտ է տալի, որ ուզում եմ մասնակցեմ ծրագրին, հետո հավաստագրված սերմերով է, ինքը նաև փաստաթուղթ է ցույց տալիս, որ հավաստագրված սերմ է առել եւ համայնքը հետեւում է, տեսնում է ծլել է, մշակում է թե ոչ եւ մեզ տալիս է
ծախսերի 50%։ Այո, մեզ տալիս է փաստաթղթերը մենք փոխանցում։ Պետքն էլ ընտրանքային բան է անում, մոնիտորինգ է անում, ներկայացնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Եղբայր բարև։ Ոնց եք։ Ինչ տրամադրության եք, ինչ հալ եք, լավ եք, լավ է։ Եղբայր բարև։ Ոնց է։ Ես շատ լավ եմ ամաշաշ եմ։ Հաճ եմ աշխանում։ Կասե կարողացում։ Էդ եմ ասում էլի։ Բարև եղբայր։ Բա այս ջուրը խենք սենց թողում հոսի գնա։ Խմելու է թե ոռոգման։ Ոռոգման համար ասել բնակիչներ կան, որ այդ բնակիչները դրանով օգտվում են։ Այսինքն սա իմ օգտագործվում, ահա։ Այո, հոտովից։ Սենց գնանք տենանք թաղերում ինչ կա։ Տենստեղ կա, որ գնանք պտտվենք ուրիշ տեղով դուզ գանք թե։ Չէ, պետք է դառնա։ Բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Տուն տեղ ինչ հալ եք, ինչ տրամադրության եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Ես ձեզ մի հատ հարցում եմ, Խնդրեմ։ խնդրանքից եթե չմերժեք։ Ասեք եղբայր։ Ես 22 տարեկան է, 3 տարի է նստածա, մեղտեղ նստածա, սետ բանի համար նստածա։ Ինչ հոդված է։ Ինքանով համաներում ակլին ինչ Չէ, ակլին պաստուղ է։ Համաներում- երեխայա տարել եմ, էսի 4 Համաներումը այն բանում էլ ասցի, վայքում ասցի, մենք հիմա պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմն ենք ակտիվացնում, որպեսզի պայմանական վաղաժամկետ, ով որ հիմքեր կա պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետները անենք։ Ինչի, որովհետև համաներումը անձին հաշվի չի առնում, հոդվածն է հաշվի առնում։ Իսկ բանը պայմանական վաղաժամկետը համ հոդվածն է հաշվի առնում, համ անձն է հաշվի առնում, համ իր հոգեբանական վիճակն է հաշվի առնում, ամեն ինչ հաշվի է առնում։ Ինչ հոդվածով է նստած։ Սետից, Ինչ, սուտից, ինչ ասա դե ինչ հոդված է։ դենեց բանը որ ասեմ, ծաղրած բանը որ ասեմ, զարմանալու բան է, չհասկանալով ասենք, Արմեն ջան։ Պարոն վարչապետ, Հայրան, բարև ձեզ։ եք մի հարցով եմ։ Համեցեք եղբայր։ Պարոն վարչապետ ջան, ես որտեղ ասես դինի, այդ հարցը ոնց անենք։ 6 տարի առաջ Պաշտպանից ես 2 բլուր լրիվ 2 բլուր սիգարետ անիտուս վերցին ինձ ոչ թե բան չասին անցելով 6 տարի 700,000 տվացինց դահարկը առանձնամոտ առանձնան վարորդական իրավունքից էլ զերծած ես էլ վարորդ տղա Ով արե, ով։ այնտեղ տամուժն են մեր հայերը ագարակ Գագիկ։ Գագիկ ջան, մի հատ տես որ իբր մաքսանենգության մեջ են մեղադրի, հա, որ ապորինի ներկա։ հա 2 բլուր լրիվ Երկու սա եղե։ հա Երկու սա եղե։ դա 4 հա Հələ ճիշտ է։ 4-ը դասը պերի Լավ, գագ ջան։ դες պոստերներ պերի վրտանի պոստեր Երկու հատ աղը հետո պարզվելա 4-ը, լի մի հատ պարզի ինչն ինչոց հա։ Բարև ձեզ, 1000 բարի։ Ոնց եք եղբայր։ Ինչ տրամադրության եք, ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարց չունի, լավ է։ Լավ եք, հաստատ։ Հաստատ։ Դե լավ եղեք, ուրախ եմ եղբայր ջան։ Իսկ ստեղ բան սուբվենցիոն ծրագրեր ունեք։ Ունենք այս տարվա մեջ այս փողոցներ ունենք։ Էս ինչ եք անելու, ասֆալտապատում ենք անելու, այ շատ լավ է։ Շատ ուղիղ փողոց է, սենց ուղիղ տեղեր Հայաստանում շատ քիչ կա, չէ՞։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք եղբայր։ Շատ լավ, շատ լավ։ Ինչ տրամադրության։ Շատ վիշի տրամադրություն, մանավանդ ձեր օրենքները, որ հանել եք, մանավանդ գյուղացիներ համար այդ վարկեր վարտվեցիք, ամեն ցևի ապրում ենք, շատ լավ եք, դու եք։ Ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարցեր չունեմ։ Չէ լավ, դե լավ։ Ամեն ինչ լավ լավ։ էլի։ Ամեն ինչ թողներ, երկիրն ասած խաղաղ մնա, ամենակարևոր խաղաղությունը, խաղաղ մնաց։ Այսպես ամեն ինչն էլ մեր ստեղ կապրեք։ Խաղաղությունը Ձեր օգնությամբ մեր կառավարությունն մեր կողքայնացան, մեզ կողքրամ ենք էլ կապրեք։ խաղաղությունը հետևյալն է, խաղաղությունը հաստատված է, բայց դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է խաղաղությանը տեր կանգնեք։ Տեր ենք, մենք տերն ենք։
հունիսի 7-ին քվեարկում եք ԿՊ-ի օգտին, սահմանադրական մեծամասնություն հաստատում ենք եւ երկարաժամկետ խաղաղություն երաշխավորում ենք։ Փակում ենք այդ թեման։ Մի հարց է լի։ Ահա, տեսար որ հարց կա։ Այս տունս բնակարան սարքել համար որ տվեցի, գյուղերում է սահմանում ես գյուղերում։ Կուտ գյուղում ոնց որ չի։ Պարոն Թորոսյան, կուտում չենք տվել, քանպես քվոտա։ Չէ, այս անգամ։ Որտեղ մենք երեխեքս կուտ Կար թե փոքր քվոտ։ Չկա այս տարի, գիտեմ էլի։ Որտեղ ամենը դու գիտես կուտն ամենասահմանամյակը կուտն է։ Ստեղից կա մենակ Դբրոցել կան, դա ժողովուրդներ, մենք էլ գնում ենք այնտեղ սարժան։ Բայց կառուցողների մեջ կար կուտ։ Կառուցողների մեջ Հələ կուտում ինչքան է կառուցվում մի հատ։ Գիտեմ, որ գրիշեն փոխել են, հա։ Կուտում բայց սարքվում է, չէ։ Կուտում կար, սարքվել են, բայց հիմա չկա ասում են։ Ահա։ Երկին շորժամը Դե որովհետև այնքան քիչ են սարքել 3 հատ ասար։ 14 սոտքում 60 Դիմի եթե կուտումներ օրինակ օգտվեիք այդ հարցից, եթե հնարավորություն կա, կարաչարի։ Գնայինք հաջորդ փուլում կնայինք։ Շատ լավ է, բարան վարչապետ, շատ լավ։ Մի րոպե։ Մայրիկ ջան, բարև, մայրիկ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բարև ձեզ։ Հաղթանակին մաղթում, Բարև ձեզ, բարև։ քերին կհաղթենք, բայց այդ ցավը տանեմ։ Լավ եք, լավ ամեն։ Լավ, շնորհակալ եմ։ Տուն տեղ։ Հաջողություն ձեզ։ Բոլորիս Բայց հաջողություն։ այնքան հաջողություն եմ ցանկանում եւ Մի հատ մայրիկին այս սրանից նվիրեմ, ինձ հետ կնկարվեք մի։ Հա, իհարկե Բայց կնկարվեմ։ հետո թերթի մեջ գցիկ որ տեսնեմ։ Այնա ուղիղ եթերում ենք թերթի մեջ։ Դե մենակ ձեզ հետ։ Հա, մենակ ինձ է։ Լավ եք, ինչա ձեր անուն ազգան։ Եվա Թադևոսյան։ Տիկին Եվա, շնորհակալ ենք շատ։ Շատ լավ ուղիղ ճանապարհ է, հա։ Այ երբ որ մեր համայնքները զարգանան, հաջորդ փուլում արդեն պետք է սուբվենցիաներով այս ֆասադների հարցը լուծենք։ Ֆասադները մաքսիմալ իր օրգանիկ վիճակին, օրիգինալ վիճակին մոտիկ, տենց պետք է Գյուղեր ունենք, որ 90 ու ավելի տոկոս ճանապարհները ասֆալտապատած են, երկրորդական, երրորդական։ Դե սա այս տարի անելու ենք, չէ։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ո՞նց եք, ինչ տրամադրության եք։ Փաշքացու, առողջանեք բոլորս Մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Էս Չէ որ Յա- գոյ շնորհակալ եմ ձեզանից Հաստատ։ Ով ինչ ասում է մեր վեճն էլ չի։ Հաստատ։ Հաստատ։ Մենք ձեր կողքին ենք իմ ընտանիքով իմ Շնորհակալ առածապներով եմ, վիճան։ Մարիկ ջան։ Մենք Մենք էլ ձեր շնորհակալ ենք որ Դուք հաշվի եք առեք։ իրան ճանաչում եք, իրան ճանաչում եք։ Բարև ձեզ։ Առողջապահ։ Առողջապահության նախարարություն։ Իրա- Ես ինֆարկտ տարածքին եմ։ Ահա։ Չաշված ընտանիքս ահավոր վիճակի մեջ էլ է։ Հիվանդության պատճառներով հենց հիմա հարցը պարկացա պրիստուպի մեջ։ Որ դեղորայքն ձերի կընդունենք։ Բժշկ սպասարկում եմ ձերի, մեր համար աշխարհը։ Շատ Այսօր էլ իր ծնունդն է։ Այսօր էլ իր ծնունդն է։ Այսօր էլ իմ երեխեքից, զույգ երեխեքից ծնունդ։ Աստված պահի, Աստված պահի։ Շատ Աստված պահի։ Դե առողջություն, առողջություն, հարցիկին, առողջություն։ Լավ բաներ մեր կյանքի համար։ Վարչապետ հաշվառնելով որ մեր ժամանակը կարող է հետ գնամ քաղաքի մեջ։ Հիմի բա որտեղ ենք։ Հա, էս էլ է քաղաքի մաս, բայց էսի բան է։ Մի քիչ նայենք, տեսնենք, այսա գնանք, հա, այսա կգնանք։ Ահա, այս եկել ենք հասել ստեղ, այս մարդկանց չբարևենք մի հատ։ Եղբայր բարև ձեզ։ Ոնց եք եղբայր։ Ինչով եք զբաղվում, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Շատ լավ։ Աշխատանք։ Ինչ Արևային համակարգում արևային։ Ահա, այդ եղավ գործ։ Իմիջայլոց Վարդենիս տարածաշրջանը արևային էներգիայի ամենահզոր տարածաշրջանն է։ Գեղարքունիքի, բայց հատկապես Գեղարքունիքում էլ հենց Վարդենիսը շատ լավ է։ Լավ է գործերը։ Դուք ծնունդով Վարդենիսից եք։ Այսինքն Աշխատանքի բնույթով եմ այստեղ։ ապրում եք այստեղ հիմա թե չէ։ Դե լավ է, էլի։ Այդ լավ է, որ հիմնականում մարզից գնում ենք մենք բոլորս գնում ենք Երևան ապրելու, տնտեսությունը ուզում ենք նաև նենց կարգավորենք, որ նաև Երևանից մարզ գալու առիթ եւ հնարավորություն լինի, նենց որ ուրախ ենք։
Գիտեմ որ գործերը լավ, հա, որովհետև տես Արևային համար մադել բան ասում են։ Խի արեցին ամսեկան, որ ամսեկան անեն, այն ժամանակ Եղբայր։ կանոն կուտակում էին, ապրում էին ժողովուրդը։ Եղբայր, տեսեք, ընդհանուր այդ հասկանում ենք, բայց ինչ խնդրեմ կա։ Ինքը արևային համակարգը, որ այդքան այդ համակարգը ընդհանուր էներգետիկ համակարգի համար խնդիրներ է ստեղծում։ Որովհետև ինչն է խնդրեմը։ Խնդրեմը հետևյալն է, որ արևը ցերեկը կա, իրիկունը չկա։ Ցերեկը այնքան արև կա, հիմա մյուս էլեկտրական կայանները պետքա նվազեցնել եւ այլն։ Իսկ մենք ատոմակայան, ջերմային կայան եւ այլն, այդ նենց բան չէ, էլի որ միացնենք անջատենք, այսինքն ինքը բարդ process է։ Դրա համար մենք էլ չուզենալով որոշ կարգավորումներ ենք անում, որ մի քիչ հավասարեցնենք, որովհետեւ կարան այդ էլեկտրակայանները բան անեն, էլի, խնդիր ունենան, համեմատ ուրիշ խնդիր էլ կա։ Օրինակ նույն այդ էլեկտրակայանները ինքը պայմանագրերը նախկինում էլ տենց է կնքած, որ առնես չառնես էլեկտրական հոսանքի փողը պետքա 10 որոշակի պայմանավորվածության դրա համար մի քիչ կարգավորում ենք որ մի քիչ սենց անենք որ մինչև կուտակային կայաններ ստեղծել հիմա մենք մեր նախընտրական ծրագրում պարոն Խուդացյան գրել ենք որ մինչև 2040 թիվը 600 մեգավատ կուտակային կայան պետք 600 հա դե տենց մի քիչ զապասով ենք դրել 600 մեգավատ կուտակային կայան որ հիմա իմիջայլոց Առաջիկայի շրջանում մենք բան ենք անելու, մի հատ ծրագիր ենք անելու, որ ձեզ քաղաքացիներին օգնենք, որ դուք ով որ ունի արևայինը, օգնենք ֆինանսական սուբսիդավորենք տոկոսները, որ դուք ձեր հայատներում նաև կուտակային կայաններ դնեք, այսինքն ցերեկը հավաքեք, գիշեր օգտագործեք, ցերեկը հավաքեք, որ այդ խնդիրը չլինի։ Դուք դեռ հոս մենք օրենսդրությունն ենք անում, պարոն վարչապետ։ Մոտավորապես երբ կհասցնենք դա Տարվա վերջ բացես կլինի։ Մաքսիմում մյուս տարվա սկիզբ այդ ծրագիրը կլինի։ Մենք փորձում ենք ես գումարման ազգային ժողովում օրենքն։ Այսինքն ձեր ասած այդ խնդիրը կլուծվի։ Մենք ձեզ տոկոսի սուբսիդավորում կանենք, դուք վարկը կվերցնեք, մենք տոկոսը կսուբսիդավորենք։ Ձեր դներում իմիջայլոց մարդիկ կարան հավաքվեն նաև հարևաններով բանով, մի հատ ընդհանուր կուտակային կայան դնեն թաղերով բանով, որ շատ ոնց է Շատ լավ։ Համեցեք եղբայր։ Մեր կաթն թանկացր։ Գոնե արայի կալ։ Պապոյան 3 օր առաջ ենք քննարկել։ Ինչ ենք 100 դրամ անցնենք։ Ինչ ենք անել կաթի կապված։ Ամեն բան չեմ Կա սեզոն, երբ որ կաթի գինը փոքր նվազում է, սովորաբար ապրիլից մինչև սեպտեմբեր, սեպտեմբեր։ այդ հատվածում մի լիտր մածու խանութում 720 դրամ է։ Ինչա մեր կաթն 120 դրամ։ Պարոն վարչապետին այդ հարցով 120 դրամով Սպասի պատասխանում է, հարցիդ պատասխանում է։ վարչապետին հանրապետության վարչապետին էլի են դիմել այդ հարցով եւ պարոն վարչապետը հանձնարարական է տվել մեզ ու մենք նախագիծ ենք մշակելու եւ ինչ որ գումարով կսուբսիդավորենք Մի քիչ կօգնենք ձեզ։ Դու կաթն էլ թանկացրեք։ Մեզ էլ վարկեր տվեք։ Չէ, կաթը ոչ թե թանկացնում ենք, այլ մի քիչ սուբսիդավորում։ Ֆերմաներ չեն զարգացել։ Որտեղի զարգացել։ Տեսեք, ոչ թե 120 դրամով թանկացնում ենք, այլ մի քիչ փող մենք ձեզ գումար ենք տալիս։ կօգնենք էլի։ Կաթի գինը մնա նույնը, չթանկանա, բայց դուք ունենաք շահույթ ավելի։ Հասկանալի արդեն։ Որ Էլի վատն չի։ ձեր տա էլի։ Էլի վատ չի։ Մեզի մեկը աջակցի։ Աջակցենք, այո։ Բայց որտեղ եք ապրում դուք հիմա։ Ձերա կապրեմ ես Գոմը որտեղ է։ իմ տան տուրնա։ Մոտիկա։ Գումերը Կարան գնանք նայենք։ Մեքենայով։ Պարոն վարչապետ, Անցել մյուս թաղամաս։ իմի գումերն ստեղ է։ Լավ անասուններ ունեմ, լավ պերմա ունեմ, բայց չեմ կարող։ Բանը ուզում էի ասեի, որ ֆերմայի ձևն էլ պետք է փոխեք։ Մենք ձեզ ուրիշ բանով աջակցում ենք, այդ փողը չեք վերցնում։ Հա, օքեյ, կաթով մի տարի, 2 տարի էլ կաջակցենք, բայց ֆերմայի տնտեսվարման ձևը պետքա փոխվի։ Պետքա կթելուց սկսած բաց ծրագիր չունեմ։ Որտեղից փոխեք, 120 դրամ խոտ առնեմ, ջարի առնեմ, բահովին տամ կթողի ասատրյան։ Պարոն Ասատրյան ջան։ Ջանի ջան։ Տեսեք, մենք արդեն քանի տարի է այդ խելացի անասնագոմերի ծրագիր հիմա կա թե խելացի անասնագոմերի ծրագիրն անում ենք, որ այդ դարդից ազատվեք, որովհետև խելացի անասնագոմում արտադրված կաթը 200 դրամի չի իջնում երբեք։ 250 դրամ, ես 250 դրամի չի իջնում։ Ես դրանից հասկանում եմ, բայց ուժս չի պատում որ սարքի։ Բա դե բա մենք տալու 84 թվին մեր համալիր աշխատել է։ Սպասի։
Խելացի անասնագոմերի ծրագրով 50% հետ վճար չենք անում։ Ծախսած գումարի 50%-ը հետ ենք տալիս կամ է վարկավորում ենք։ Ուղղակի պրոբլեմն է նա, որ այդքան ասում ենք, չի հասնում ինֆորմացիան ձեզ, չի հասնում կամ էլ դուք չեք մտնում այդ գործի մեջ։ Կարանք մի բան պայմանավորել։ Հիմա որ դու ճիկին մեր վարտենից ես կարիք իջող հետ։ Դե բա դրա համար եկել եմ։ Չի կարիք։ Կարանք մի բան պայմանավորենք։ Մի տարի, 2 տարի կաթի հարցում կաջակցենք։ Դրանից հետո պետք է այդ խելացի անասնագոմերը կառուցեք, փողը դնում ենք այդտեղ։ Ծախսի 50%-ը հետ ենք տալի։ Ենթադրենք 10 միլիոն ծախս արիր։ Գոմ սարքեցիր 5 միլիոնը սենտ չէ, բայց անկանխիկ քարտի վրա հետ ենք տալիս։ Հետո տոհմային անասունները ձեռք բերեցիր, այդտեղ էլ 10 միլիոն է դրա վրա ծախսեցիր, 4 միլիոնը սենտ, բայց թղթի փողով չէ, էլի քարտի վրա փոխանցում ենք։ Շատ լավ։ Եվ վարկային բաղադրիչով Պայմանավորվում ենք։ Տես, հիմա որ թիվն է 2028 թվի մայիսին գալու եմ։ Եթե կաթի գնից բան ասեցիր, պետք է գամ ֆերմեն սարքածելնես փողդ հետ ստացած։ 9 միլիոն պետքա մեզնից ստացած ելնես, բայց դու պետք է 9 միլիոնի համար ինչքան պետք է մի 20 միլիոն պետքա դնես, մի 9 միլիոնը հետ ենք տալիս։ Պայմանավորվանք, всё, գնացինք։ Մի րոպե, մարդկանց չբարևեցինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախալի է, եկեք։ Ուրախ ենք շատ, լավ է։ Գնանք։ Երեխաներ են եկել, երեխաները։ Երեխեք ջան, բարև ձեզ, լավ եք։ Սրանից նվիրեմ ձեզ։ Լսի, այսօր իմ կուրտկեն էլա հաստ, լավ չի պահում։ Դու կկպցնես, էլի լավ չի պահում։ Այ այստեղ կկպցնեմ։ Նկարվենք, իհարկե նկարվենք։ Դուր հեռախոսը ձեզ նկարել։ Պան Պապոյան, մարդկանց խոստացանք, էլի այդ գյուղի ծրագրերը չհետաձգեք, էլի։ Արագ, մաքսիմալ արագ ընդունեք։ Հա, եղբայր, հեսա գալիս է։ Մատել առանց։ Բարև Փաշյան, Հաջող։ շնորհակալ ենք կատարած աշխատանքի ու ծրագրերով համար։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։ Բարև եղբայր, ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք, պարոն Փաշյան։ Էսա ինքը հարց ուներ։ Հարց ուներ, թե չուներ։ Ես ունեմ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ խաղաղության համար։ Իմ մաշկի վրա ես զգացել եմ դա։ Շատ լավ, եկեք հայլենք խոսում։ Որտեղ եք ապրում։ Արցվանիստում։ Արցվանիստում։ Չեմ ուզում, որ ոչ մի ծնող այդ արդյունքները թափի։ Մեր խաղաղությունը թանկ բան է։ Պահենք, պահպանենք։ Ոչ մի քույր, ոչ մի եղբայր, ոչ մի հայ արդյունք հարազատ արդյունք թող չթափվի։ Մեր խաղաղությունը թանկ է, շատ է թանկ։ Դրա համար ես մարդկանց հետ շփում եմ, ժողովրդի մեծամասնությունը կողմնակից է խաղաղության։ Բայց կներեք, ո՞նց կարանք, որ ասում եք մեծամասնությունը, այսինքն կա մարդ, որ կողմնակից չի խաղաղ։ Դե որ եկան ուրիշներ եկան, պարոն Փաշինյան։ Չէ, նկատի ունեմ քաղաքացիների մեջ, ինչի պետք է կողմնակից չլինի։ Մենակ մի պատճառը, որ մարդը ինֆորմացիայի պակաս ունենա խաղաղության մասին։ Մենակ այդ պատճառը։ Ով կարա դեմը լինի խաղաղությանը, դա ընտրամաբանական։ Ապրես։ Երկրորդը, Արցվանիստ համայնքում ձեր դղյակը, որ կառուցել եք, նվիրել եք մանուկներին։ Այո։ Շնորհակալ ենք դրա համար։ Բայց չենք եկել, բացում չենք։ Չէ, բացում չի եղել։ Հələ չի եղել։ Չենք։ Երկրորդը, ճանապարհաշինությունը արդեն ավարտվում է։ Արդեն փողոցներն են։ Լուսավորությունը, պարոն Փաշինյան, ջրագծերը, ոռոգման, խմելու ջրագծերը։ Էլ ինչից պետք է դժգոհ լինեն ժողովուրդը։ Ժողովուրդը դժգոհ։ Ամեն ինչ հերթով կան։ Բայց ամենակարևորը իսկականից խաղաղությունն է։ Ժողովուրդ, տեսեք, այս շատ կարևոր բան է, էլի։ Ճանապարհ, էսա ասցի, ճանապարհը կկառուցվի, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ։ Բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին մի հարցի պատասխան պետք է տա։ Ինքը տեր է կանգնում խաղաղությանը, թե տեր չի կանգնում։ Տեր պետք է կանգնի խաղաղությանը, այս ընտրությունների բանը, որովհետև խաղաղություն որ եղավ, ճամփի հարցնել, էնել, տենց հարց չկա, որ լուծվող չի։ Որ խաղաղություն չեղավ,
ով է սիրտ ունենալու դպրոցի վրա, M1-ի վրա, M1-ի վրա, կամ էլ Վարդենիսում, որ խաղաղություն չեղավ, Սոտքում, հələ մի րոպե էլի, պարոն Թորոսյան, այն օրը, որովհետև տպավորվեցի, պարոն Թորոսյան, մի հատ Սոտքում քանի տուն է, էլի 10, հա? Չէ, այս պահին մեծ թիվ էր Սոտքում, 77 տուն Սոտքում կառուցվում է, այդ մարդիկ պետք է ապրեն այդ տանը, խաղաղությամբ ապրեն այդ տանը, և Դրա համար ժողովուրդը կառավարության կողքին կանգնած է։ ժողովուրդը 26 թվի հունիսի 7-ին պետք է իր քվեարկությամբ խաղաղությանը տեր կանգնի, այդ շատ կարևոր բան է, շատ շնորհակալ ենք, շնորհակալ ենք, Մեր մասնակիցները շնորհակալ ենք, ինչի համար իր առաջ չեմ ասում, պարոն վարչապետ, որ շրջում է, հսկում է, աշխատում է։ Ժողովուրդ ջան, դա մեր ընդհանրապես տեսեք, եթե դուք եղբայր, եթե կառավարության նիստերին հետևել եք, բարև ձեզ, հազար բարև, ես միշտ մեր գործընկերներին կոչ եմ անում, ասում եմ, ինչքան կաբինետում ենք աշխատում, պետք է այդքան էլ դրսում աշխատենք, մարդկանց հետ շփումով, որովհետև մարդկանց հետ շփում մեզ նաև մեծ ինֆորմացիա տալիս, թե ինչ է կատարվում։ Մասին 10% մտածեք։ Չենք մտածում։ Դե մի քիչ ես մարդ Չենք մտածում Վարդենիսի մասին։ Ինչքան սուբվենցիա ունենք։ Այս տարի, անցած տարի 4 միլիարդ 200 միլիոն։ Ոյ տնաշեն։ 4 միլիարդ սուբվենցիա ենք ծրագիր ենք հաստատել, ասում եմ, որ մի քիչ Վարդենիսի 4 միլիարդ պատկերացնում ես այդ ինչ թիվը։ լավ աշխատում են, չէ։ Հələ բացի այդ բանը, այդ կենտրոնական ճանապարհն է, այդ սուբվենցիա չի, կառավարության միջոցներով է սարքվում։ Այսինքն Վարդենիսի համար 4 միլիարդ, Վարդենիս կյանքում մի տարվա մեջ 4 միլիարդի ծրագիր իրականացնում։ 12 այդ գալիս է մոտավորապես 10 միլիոն դոլարից ավել, ինչքան է կուրսը հիմա 10.5 միլիոն դոլարի, այդ մենակ անցած տարվա ծրագիրը, բա այս տարի 3 միլիարդից ավելի քաշնակ այս տարի։ Ասում եմ մի քիչ Վարդենիսի մասին։ Կոմբինատը, որ կոմբինատի։ Զոդի կոմբինատի մասին էլ է մտածվում։ Մտածվում է 1000 հոգի գործ չունեն, մեղք են էլի։ Դե դրա պայմանն էլ է, խաղաղություն եղավ, գործն էլ կլինի, աշխատանքն էլ կլինի, գործարանն էլ կլինի, ամեն ինչն էլ կլինի։ Այդ ամենակարևորը խաղաղությունն է։ Իմիջայլոց ասեմ ձեզ, ճանապարհները, սահմանները, որ բացվեց, այդտեղ էլ հազարավոր աշխատատեղեր են բացելու։ Առևտուրը, որ բացվեց, առևտուր կայնավ ստեղ, բարշե։ Ոչինչ կբացվի, էլի կաշխուժա։ Nei, լավ է կաշխատենք։ Հույս ունեմ կողմեք, որ Լեզուն էլ գիտենք, լավ է։ Հույս ունեմ, գիտեք ադրբեջաներեն գիտեք։ Հույս ունեմ կողմեք, որ բացվի կամանց, քայլ, մի անգամից չի լինի, պարզա 30 քանի տարվա թշնամանքից հետո քաղաքն ենք, որ առաջինն եք, վերջինը չի։ Առաջինը կլինի, այ։ Կարող եմ փոխանցել ձեզ։ Ես կարող եմ փոխանցել ձեզ, պարոն վարչապետ։ Այո, իհարկե։ Շնորհակալ եմ։ Մեր քաղաքապետարանից գործում։ Մենք էլ ենք գործեր քաղաքապետարանից։ Հաջան։ Հա, իհարկե, եղբայր։ Գագիկ, օգնականը ստեղ այս ակցիան։ Պարոն Փաշյան։ Գագջամյացը։ Հա, եղբայր։ Մենք չեք հիշում էլի։ Ծանոթա ձեր դեմ։ Ռազմոյի գործով որ Որ ռազմայի գործով։ բնակարանի վրա դու թերթեր մեջ տպել էիք։ Կներես եղբայր չեմ հիշում։ Բացվեց այդ գործը։ Որ թվին ա եղել։ 2004 թվին։ Հաջան։ Մենք Արջախուր գյուղից էինք ավարտվել ենք մի 100 հոգով, չթողեցի որ կայնացնեն։ Ինչի՞ չկա։ Հա, կայնացնեի։ Դե ժամանակ Մենք եկել ենք ստե մեզի հարց ունենք էլի։ Հա, խնդրեմ։ 90-ականներից մի 60 ընտանիքի հողամասեր ունեն մեր գյուղում, դակումենտ չունենք։ Ու միշտ ինչ դիմել ենք։ Հողամասները կառուցված է։ 30 ընտանիքի, 40 ընտանիքի տներ։ 21 թվից առաջ, հա, այդ բանի օրինականացման բանի մեջ չի։ Չէ, ինքը ազգային պարկի հող է, եթե Սևան ազգային պարկի տարածքը ընկնում։ Մենք հիմա կառավարման Բա, պլանը ինչ ծեր լուծում հանձնարարականով որ հաստատում ենք, իրանց տների 90 եւ ավել տոկոսը դուրս է մնում Սևան ազգային պարկի տարածքից, կարողանալու են օրինականացնել, բայց որոնք որ բացարձակ ու մի քանի տուն են, բացարձակ նիշից ցածր են ընկնում, դրանց հարցը
էլի քննարկման կարիք ունի, որովհետև լճի բարձրացման դեպքում մենք չենք կարողանա։ Հիմա տեսեք, ասենք դուք տեսեք, բարձրը ժողովուրդ, տեսեք, իրականում, որ այդքան խոսում ենք օրինականության մասին, սրա համար ենք խոսում։ Իրականում դուք մեղավոր չեք, որովհետև եթե մի քիչ կարգ ու կանոն լիներ, ձեզ կգային կասեն, չէին թողի այդտեղ տուն սարքեն, կասեն Ժորժ ջան, ստեղ պետքա տուն սարքեք, սենց պետքա տուն սարքեք, այս թղթով, այս թամասարը, որ սենց խնդիրներ չլինի։ Դրա համար 80 թվի տուներ կա տեսարքան։ դե էդ եմ ասում էլի։ Դրա համար այս ամեն ինչը մեզ ինչ հետևություն ա բերում, որ ասում ենք շինթույլտվությունով լինի, որ ասում ենք նախագծով լինի, որ ասում ենք այդ ամեն ինչով լինի։ Մարդիկ մտածում են, որ այդ բանը ջանջալացնում են, բայց իրականում տեսեք կառուցել եք, այսքան տարի ապրում եք, սենց խնդրի մեջ եք դուք։ Կգտնենք, այնա մարզպետն ասեց, մի հատվածի խնդրը գտնենք, այն մյուսն էլ մի ուրիշ լուծում կգտնենք, որովհետև նիշիցը պետք է մի ուրիշ ձև լուծում գտնենք։ Բայց մի րոպե, կարճ աղբյուրը Վարդենից խոշորացված է, չէ՞։ Հա, ես իցում եմ մարդուն։ Մենք 18 թվին ենք դիմել դրա հարցով, ոչ մի բան չի։ Եղբայր, որովհետև դա պարզ հարց չի, որովհետև ազգային պարկի հողը դա հասկանում եք, պարզ հարց չի։ Այսինքն այսքան տարի, որ տենց պարզ հարցը լինեք, ասում եք 2018 թվից դիմել ենք։ 85 թվին եք, չէ՞ դիմել։ 90 թվին եք, չէ՞ դիմել։ 96 թվին եք, չէ՞ դիմել։ Չէ, այնց ասում եք, ոնց որ 18 թվից հետո չի լուծվել, բայց 80 թվից մինչև այս կողմ չի լուծվել, կլուծեն։ 5-6 տունել կան։ Լույսի խնդիր ունեն այդտեղ։ Դե բա դրա համար, գիտեք, դրա չեն կարողանում ընտանիք կա երեխա ունի լույս չունի, որ կարանք լուծենք, գոնե 2 տարվա մեջ կարանք լուծենք։ Վարչապետ, այն որ հիմա Հա, գոնե փուլային, ամբողջությամբ ինչքան վաղ, մի տարվա վերջ մենք այն մնացած ենք այդ հարցը, եթե չի լուծում, մենք էլ թողենք այդ գյուղից եթանք։ Չէ, ինձ սկսեք է։ Որովհետև մեր տները դեք։ Պարոն վարչապետ։ Չէ, բայց որը նիշից ներքև այնտեղ ուրիշ լուծում։ Պետք է տեղափոխենք։ Որը նիշից ներքև է, պետք է օգնենք տներ տեղափոխել։ Մի հարց կարելի է, չէ՞։ Այս փողոցը Երոսի փողոց եղել 2017 թվականին գոյվերա իմ թորը թակ տղայի մարզպետ եկա բակնակցեց ամեն ինչ կարգադրեց որ փողոցը պետք է ասֆալտ վերապատվի անունը փոխվի որ փողոցը էս է բա այնա ասֆալտապատվում է էս ուր է բա 2017 թվականին եղել եղբայր դե հիմա ենք ասֆալտապատվում հəmə bir օրը շատ հոդա պատվի ոչինչ չէ բա էստես արդեն որ այս փողոց պատահական ենք մտել Այս տարի սուբվենցիա ասպետան կարգադրեց Երոսի փողոցը ձեր ազգանունը ինչ է ձեր ազգանունը ինչ է ազգանունը Մելիքյան Պարոն Մելիքյան համայնքի ղեկավարը եւ մարզպետը ասում են որ սուբվենցիայի մեջ այս տարի կսկսեն երբ կավարտեն ոնց է եղբայր ծառայում ես դեռ թե չէ բանը այս կսկսեն աշխատանքը կսկսեն Էս էլ իրականում էս է եղել զորոջ Շատ լավ Երոս է Հա ինձ երեխան Ահա ասֆալտն էլ անում ենք բարև ձեզ մայրիկ ջան Բարև ձեզ ոնց եք շեմքից ներս գամ նոր բարև եք ոնց եք Լավ ենք Մտածում ենք մեր երկրի ապագայի մասին Ճիշտ եք անում ճիշտ եք Մեր երազանքը մեր խաղաղ երկիր լինի Դուք եք խաղաղության կողմ Այո ես անձամբ խոնարհումս Խոնարհումս մայրիկ ջան Խոնարհումս Ես ասում եմ որ խաղաղ զարգացած երկիրը մեր զոհված նահատակների հիշատակի ամենամեծ հարգանքի ձևն է որը այդ երեխեքը զոհվածի ինչն է ինքը երեխեն քրոջ որդին է որ իրանք խաղաղ բարեկեցիկ երկրում ապրեն ճիշտ եմ ասում եղբայր արոնտ ինչ էր հա վայ ջան շատ լավ գնացինք Ժորժ Պարոն վարչապետ ես մի բան եմ խնդրում ես այդ չանանասուն ունեմ քանի գլուխ մի հեկտար հող չունեմ քանի գլուխ 60 հատ հենց հիմա կթիկով ունեմ մի 60 հատ էլ մաներ ունեմ Մալադեց ահագին էլ ոչխար ունեմ Մալադեց 10 հատ էլ ձի ունեմ Մալադեց սարն եմ Մալադեց իմ վրան են Թուրքի ոստից մի կիլոմետր է հեռու կարևոր խաղաղությունը լի չկրակը չեմ վախենա
կրակենի Այս ընթացքում կրակել են։ Չէ, անցածանից կրակված չէի։ Ահա։ 4 տարի կրակոցի տակ անասուն եմ պահել, մեր Խաչատյան լավ գիտի։ Հա, քննրեմ մեզ մի քանի հեկտար գունի հող տակ։ Լսե, պարոն Պապոյան, մենք չենք կարա տենց կարգավորում անենք, որ ասենք ով որ ռեալ ֆերմերությամբ զբաղվում է, ասենք մարդի մի այսքան Կա այդպիսի կարգավորում, պարոն Բախի չեք ես մարդ հողը տալ։ Առաջի անգամ Տղես ծառայող, ինձ ծառա լավ բանակայ։ Եղբայր, ես սպասում եմ ես գամ Պետական համասարան սովորում է հետը։ ապրես, շատ ապրես, շատ։ Ես տղես կինս էլ Այսինքն երեխեքի կրթության հարթ վրայից փողը դնում։ շատ լավ։ Անասուներ վինալ տնեմ, դորից տնեմ, չի ասում։ Ված կարնեմ, գլծեմ կուտեմ, կոպիտ ազերով, գնի թրիկը հանեմ թապեմ։ Արդար չեք սարքում, ինչի։ Առնող չկաթար, էլ չեն առնե։ Հիմա զարգացած ժողովուրդ։ Հələ մի բան հարցնեմ, չէ, բայց իրոք այդ բան գոմախպը բան հողերի մեջ չեք։ Ժանատիցի Հասմիկի տաղենա Նիկոլ Փաշինյանը։ Որ հասմիկի։ Հող չունեմ, որ դոտ անեմ լսեմ։ Ուրախ եմ երկու։ Արսեն Հասմիկին չէ, հիշեցի ուղղակի, որ հասմիկի։ Վալոդյանի խարսնա։ Շատ լավ։ Տեղը կբերեմ ընթացքում։ Բարև ձեզ, եղբայր։ Պարոն մարզպետ, բայց Կարճախյուրի հարցը պետք է զբաղվենք բանը։ Ձեր հանձնարարականը որ կառավարման պլան է, հիմա հաստատում եք այդ իմաստացները ամբողջ։ Լավ եղբայր։ Փոքր Հաջող ջան, բանական։ լավ է։ Եկար անտարս, եկար մեր գույտաշ ճողին մոտիկանի քեզ։ Որ գյուղի տակ եկա։ Կարճախյուր։ Եր։ Հեծանիվի ժամանակ։ Հեծանիվի, ապա քշում ենք, հեծանիվի ժամանակ ուրեմն սենց հետաքրքիր բան ալնում։ Դե գիտեք, նախանցած տարի Ասեմանի շուրջը հետա դե գյուղերի միջով ասում են ժողովուրդ ասում են Փաշինյան մի րոպե կանգնի Փաշինյան մի րոպե ասում եմ ժողովուրդ ջան բայց որ կանգնեմ այդքան ես չեմ կարող երկորում պետք է հեծանիվով պատասխանեմ չէ Բանոջի անտառում յասիկա որ քեզ հանդիպեի ոչ իրիկուն են մեր մանկան սկզբի օրյար Իշեին կեներ չփողեց։ Նավ բարի գալուց շրջան ես քո ցավը տանեն ծերին։ Մեծանավի հարցը ինչ եղավ, պատրաստ եք այդ մրցույթին մասնակցելու։ Այն որ դուք պիտի 100 կիլոմետր նախ գնալու եք, եթե այն 30 ցկում անելու են, ինչ են առաջ։ Հələ թող այդ երկուս անեն, մի հատ գրեն, բառերը գրեն, հետո կորոշենք մնացած։ Աջան։ Հողի հարկերը Ջնջեք թեթայելի դրո։ Չէ, այդ հողի հարկը տենց է շատ չի, հայրիկ ջան։ Այ խորը 10 մատա։ Դուք կան տեսուք դա, սա թավանի տակ են։ Տեսեք, ես հիմա ձեզ անկեղծ ասեմ, մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ այսքան ասում ենք կաթի գին, այսքան ասում ենք ճամփա, այդքան ասում ենք ջուր, այդքան ասում ենք լույս, այդքան ասում ենք դպրոց, այդքան ասում ենք սահմանամ, լսեք։ Այդ ամեն ինչը պետքա բոլորս հարկ տանք, բոլորս հարկերը հավաքենք, որ մեր երկրի կարիքները լուծենք, բայց հավաքելուց հետո մենք պետքա նայենք սոցիալապես անապահով հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքը կա վերադարձնել, բա տասնյակ տներ են կառուցվում գյուղերում, սերմի սուբսիդավորում են անում եւ այլն, պետությունը կոլեկտիվ է, պետությունը ընտանիք է, ամեն մեկս պետք է փող դնենք, որ մեր ընդհանուր կարիքները հոգան։ Դե պատկերացրեք մենք ընտանիք ենք, հոգանոց ընտանիք ենք։ Տղամարդը ասում է բան, դե ես փող չտամ, բերեք իմ բանը հարկերը զրոյացրեք, կինը ասում է փող չտամ, երեխեքն ասում են փող չտամ, տատիկը ասում է փող չտամ, պապիկը, ոնց այդ նշանակում է մենք մեզ մատնում ենք աղքատության, որովհետև մենք պետքա ոչ թե նենց անենք, որ ես ասում եմ մեր մի գրպանից դնում ենք մի գրպան, այսքան 7 միլիարդ սուբվենցիոն ծրագիր է արվում, բանում, Հողի վարդի չկան։ Մենակ ես եմ ասել մեծերի։ Ջայլեն էլ չկան։ Ոչ մշակում են, ոչ։ Այդտեղ համաձայն եմ, որովհետև մենք հիմա մտածում ենք հետևյալը։ Մի հատ մեխանիզմ ենք մտածում, որ այդ հարցը լուծենք, որ ով Սահմանամերձը մարդիկ իրանց տավար չեն կարում տանեն, սարերում առածացնեն, վախում են։ Վախելու բան չկա։ Այն այս մարդ տանում առածացնում է։ Արածացում է, վախի։ Դուխ է էլի։ Սաղը դել պետքա դու։ Հեն ասում է մի տարի մի հատ կրակոտ չի եղել, էլի դու։ Լսեք, պարոն Թունյան, պարոն Պապոյան, այդ հողի ծրագիրը, մենք մի հատ սեն ծրագիր ենք մտածում,
կներեք, էլի մի րոպե կմոտենա։ Շրջանառվում է, այդ վարձակալության բան։ Մենք մի հատ ցեն ծրագիր ենք հիմա մտածում։ Ինչն է, ասում ենք մարդը ենթադրենք հողը չի մշակել 5 տարի, 10 տարի։ Ասում ենք ու գնում ենք ատենանք խիչ ես մշակում, էլի օգնենք, բարձվում է ինքը Հայաստանում չի։ Հարևաններին, քաղաքում հարցնում ենք ուրա, այս հողի սեփականատերը հարգելի ուրա։ Դե ասում ենք չգիտենք։ Հիմա մենք մեխանիզմ ենք վտածում, պետությունը այդ հողը վերցնում է, ոչ թե սեփականությունից է վերցնում է, գալիս է, ձեր ազգանունը ինչ է։ Խաչատրյան։ Ասում ենք, պարոն Խաչատրյան, տենում ենք դուք մշակում եք ձեր հողը։ Ասում ենք, պարոն Խաչատրյան, այս հողը կարող է ուզենաք վարձով վերցնեք։ Ասում եք, հա, նենց նորմալ տրամաբանական գին ենք դնում, ասում եք, հա, այդ հողը վարձով տալիս ենք ձեզ, դուք վճարում եք այդ հողի վարձը, օգտագործում եք, այս վարձը մենք դնում ենք մի հաշվի վրա, այս սեփականատերը երբ որ մի օր կգա, կասի, այս ինչ է, այս իմ հողը ինչ եք օգտագործե, ասում ենք եղբայր, տեսանք չեք օգտագործե, օրենքով տվել ենք նրան օգտագործում, էսել քո վարձի փողը։ Նման բաներ կա, Չէ, պետական չկա։ Ներքինով է, հիմա մենք ուզում ենք պետական մակարդակով դա անենք, որ վերցնենք հողը, տանք նրան, ով որ օգտագործում է, իսկ երբ որ սեփականատերն է, երբ որ կհայտնվի, կասենք սահմանված է, որ տարեկան վարձը հողի, քո այդքանա գույքի հարկը բանը, հողի հարկը հանած, էս էլ այսքան փող է հավաքվել քո հաշվին, էս էլ քո փողը, էլի բան չէ, էլի քարտով էլի անկան։ Լավ ծրագիր է, չէ։ Ձեր ասած խնդիրների մի մասը կլուծի։ Մենակ խնդրեմ, որ մեր կաթն թանկացնի։ Վարձով կտած, պարտկով կտած, քարտով կտած, մեր կաթն իրա գոնե 200 դրամ։ Մի հանքային ջուր ենք ես դիտել 240 դրամ։ Բայց պայմանավորվեցինք։ Մի բան ասեք, մի բան ասեք։ Պասպորտ սեղանը չի ստեղից տարար։ Շատ դժվարանենք մինչև գիտենք Մարտունի կուչենք։ 10,000 պետք է որ իտ Մարտունի հետ կեմ։ Մի րոպե, էս ասեմ։ Հիմա Մարտունի Մեծ ռայոն է էս։ մի րոպե։ Ջանի։ Մարտունի գնալու անհրաժեշտություն չկա։ Հիմա Ես սուպեր չեմ։ Լս մի րոպե։ Ներքին գործերի նախարարությունը դնում է գրաֆիկ։ Ունի շրջիկ ավտո, որ ինքը գալիս է, սրանից Ես շատ զբաղված Չէ, բա զբաղված ես, դրա համար էլ կասեք։ Իմ տնտեսան հետ ես շատ զբաղված եմ։ Լսի, հետ չես լսում։ Ասա, լսի։ Կասես, որ օրինակ ու պասպորտի գործը, պասպորտ սեղանը ինքը կգա քո մոտ։ Ոչ թե դու կգնաս պասպորտ սեղանի մոտ։ Ասեք բերեն ջվալի մոտ, թե ջվել տանեն ասքի մոտ։ Երբ գործ ունես, վերջին անգամ երբ հայ եկե շրջիկը Վարդենից։ Գալիս է, ես չեմ։ Հա բացվեց պասպորտ սեղանը շենքն ակե։ Մենք բային յետի կերա է շրջիկը, պետք է տանա Մարտունի, ես զբաղված եմ։ Ինչի՞ համար տանում Մարտունի, ինքը չի տանում Մարտունի, ինքը գալիս է այստեղ, ինքը պասպորտ սեղանն է, գալիս է այստեղ, մտնում ես քո հարցերը լուծում ես։ Շաբաթվա երբ օրը գալիս։ Շատ լավ, կարողա չեմ իմացել։ Ահա, այսօր տեսար ինձ այդ շփումներից ինչքան շատ բան իմացա։ Դե բնական է, բնական։ Երեխեք ջան։ Նա սպասեք։ Սրանց նվիրել եմ ձեզ։ Հա։ Հա, շատ լավ։ Բա ես խա կպած դե։ Ան։ Հա, մի հատ երիկ չի։ Ով է նկարվում։ Մի րոպե հերթով մի հատ դու արի։ Այն մի հատ այն ռախոսով։ Դա ռեգուլիրովկա քանի։ Ինչ անենք դալշի ասա։ Դուրը ձերքինները տուրինց։ Չէ, հեսա։ Հարց տվեց։ Էսա եղբայր, էսա։ Մի հատ էլ ինձ նայեք։ Էլի նկարվող կա։ Մի հատ առանձի կարեք։ Բարի։ Բարի Վարդենի։ Ատո դու քարախոսով առանձի նկարվա։ Ասա եղբայր։ Նախի բարովեցե գրած մեր Վարդենից ուրախ ենք։ Ասա եղբայր։ Լավ բաներու համար մեխար նամակ։ Ուրա։ Ես մոտեցա։ Տվեք եղբայր։ Մի հատ Օգնականը ստեղ։ նկարվենք։ Հա։ Առանձի։ Հա իհարկե եղբայր։ Արի մխատիր ուրկա նկարվենք։ Էսա երեխոդ նկարվեն մի վարկյա։ Մի հատ էլի։ Էսա հերթով։ Это մեր լավ։ Դա մեր տեխնիկաներ մացին դա բանը։
Քյաղանի տեղը վայր կռի մալիլա հայրեն անունն ասա տեղ մանա այդտեղ բարեսան տրակտորը են Գնայինք։ Գնայինք, գրած է, չէ՞, թղթի մեջ։ Շատ լավ, գնացինք։ Բարև զոր Բարև։ Շաբեջան, ոնց ես։ Լավ եղբայր ջան, ոնց ես։ Լավ մնացավ։ Շնորհակալ եմ սա։ Շնորհակալ եմ։ Բաժան, նա պաստամ։ Ասա եղբայր։ Մեկ ասեք, գիտակ մի մարդուց պասպորտ խանայք։ Նոր ասում եք, կարիքը չկա, հիմա 41 ռեգիոնալ կուտան, մեկ 31 Այ տանասենա, էս ինչ են արել կոդը 41-ի տեղը, ստեղ էլ կա անատոմիկի խնդիր, Տիկին Ավանեսյան, ստեղ պարզում աստեղ էլ դիա հերձանի խնդիր Վարչապետ, այս նոր բժշկական կենտրոնում լինելու է Հա, վարդենից, հա, կառուցող բժշկական Մենք հիմա Լինելու է, նախագծի մեջ կա Այո, նախագծի Բայց չենք կառուցում, բանում Նորը կառուցում ենք, բայց մինչև կառուցելը հինը լրի վերանորոգել ենք, որ լավ պայմաններ Իսկ դիա հերձանն նորում ա լինելու թե Նորում Հա, բայց ասում ես կոդը փոխել են, ինչա, ինչի տեղը ինչա Մարտունիցի է Չէ, սպասի, ինչի տեղը ինչա իմ պասպորտի մեջ Պասպորտի մեջ ներում вообще Մարտունիցի կոդն 31-ը կտած Մարտունի պասպորտ կանած Էս ինչ տնականություն են արել Պասպորտի մեջ կոդը փոխել են Բա այդ քիչ բան չի ցավը տանել Բոլորս էլ հայաստանցի ենք Գեղարքոնիքի մարզի Շնորհակալ ենք ձեզ բոլոր տեսակի լավ աշխատանքներ կատարելու համար Շնորհակալ եմ եղբայր լավ եք լավ ամեն ինչ Շնորհակալություն լավ եք Պարոն Խուդացյան ժամանակն է արդեն Պարոն Խուդացյան Ավտոբուսը արդեն շարժվենք չէ Շարժվենք արդեն Շնորհակալ ենք շատ Վարդենիսին Շնորհակալ պարոն վարչապետ հայ ժողովուրդը ձեր հետ է Շնորհակալ եմ եղբայր Փաստորեն անցած տարի 4 միլիարդ այս տարի Այդ հաստատված ծրագրերն եք չէ ասում Այո որքան արել ենք այս տարի դելիվերն Հələ ասма մի քիչ ուր է ասма մի քիչ Վարդենիսի մասին մտածել ուր գնաց 7 միլիարդի ծրագիր ընթացքի մեջ ասма որ մի քիչ Վարդենիսին լավ նայեք Ես էլ մտածում եմ ասում ես ասելու է երևի որ տենց ասեց մտածում եք ասի եսա մի դե 700 միլիոն 800 միլիոն 7 միլիարդի ծրագիր ունի ասում Վարդենիսին մի քիչ լավ նայեք Արդեն ասում ենք երկրորդական փողոցներին Հա շատ լավ Վարդենիս սիրելի վարդենիսցիներ եւ ոչ միայն վարդենիսցիներ շնորհակալ ենք բոլորիդ ջերմության համար բոլորիդ տափարում ենք բոլորիդ Լավ եղեք, գնացինք, են ավտոբուսն է, հա? Չէ արդեն գնանք դեպի Մարտունի Էլի են հավաքված? Դե գնանք ուրեմն փաստորեն Եթե մարդիկ հավաքվել են, ինչ կարան կանեն Բարև եղբայր Դե գնանք քայլելով, ինչքան է? Հա, հեն է հրապարակ Բայց մայթով քայլենք էլի Մայթով քայլենք, բարև եղբայր, լավ ես? Բարև եղբայր, լավ Բարև եղբայր, լավ ես? Տուր մի հատ Ահա, ես է կեզ Իհարկե, արի բայց քայլելով Բարև եղբայր Խոսենք Մի րոպե պարոն Պապոյանը բան ունի ասելու Այդ ընթացքի մեջ է հաստատ արվելու է Դա նույնպես արդեն հայտարարել ենք եւ Բարև Բարև եղբայր Մի րոպե Կներեք պարոն Պապոյան հեսա Ես մի հատ նվիրեմ հա սրանից ես Սերտիկ անենք Անենք Շատ հոգես Մի հատ էլ տուր Եղբայր ինչ է անունդ Արի քեզ մի հատ սրանից նվիրեմ Բարև ձեզ Արի ինչ է անունդ Տիկո Ապրես Տիկո ջան Բարև ձեզ լավ եք Լավ եղեք Հա պարոն Պապոյան
Բարով վարչապետ։ Չէ, լավ, չենք հասցնելու խոսանք հետո։ Հայ եղբայր, բարև ձեզ։ Բարով վարչապետ։ Ես մի հարցով։ Բարով Պապոյանի կա։ Ես մարսպետին եմ դիմել։ Ահա։ Այդ վերին շորժա։ Ահա։ Դիպա վերելանց լավ ֆեյսման է։ Ահա։ Դրա կողի տա եղերա։ Ահա։ Մի տեղ ընդ 20 հեկտար 89 թվից վարչակալական խորհուրդ է։ Բան կա, թուղթ կա, թուղթը կա։ Հա։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ 21 թվին ցամի։ Ահա։ Ամեն տարի ցանում է։ Ահա։ 21 թվի վրա խփի։ Հա։ Ցանած է։ Ահա։ Իմ դաշտի մեջ խփի։ Շեր։ Դե ոչինչ։ Թուրքեր խփեցի չի։ Ահա։ Չքաղի։ Բարև ձեզ տղա։ Լավ եք։ Իդի թուրքերը դոստը։ Հա։ Իմ այդ միակ դաշտի։ Մի այդ կարոտ մետր է առնում։ Ահա։ 3 տարի չենք մշակել։ Բարև ձեզ։ Վախի չեք մշակել։ Մի վախեցեք, մշակեք։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարև վարչապետ։ Հիմա խաղաղություն է։ Շատ դերես։ Էդի գնուեք բերե, ես Բարև ցավը տամ։ Բարև ձեզ։ Բա ինչ անենք, ինչ եք ուզ բարև ձեզ եղբայր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էդի հիմա եք բերե, ես ցավը տամ։ Վարանքից ցանենք։ Հիմա էլ տարի վեր չենք մշակել։ Հա։ Բարև մարսպետ։ Այս փաստագրված է, այս ինչ որ ասում է։ Մարսպետին հիմի փողեր մուսում է։ Ահա։ Շատ լավ։ Մի հատ ինչ որ մի հատ փաստագրված ինչ որ կա, մի հատ նայենք ինչ կա փաստագրված։ Վարչը ուզում 3 տարի։ Ինչի վարչը։ Դե գույքի հարկա։ Պարոն մարսպետ։ Փաստագրված հատվածը մի հատ նայենք ինչա։ Ըստ կլինի մի բան պայմանավորվենք, փաստերը արձանագրենք, ըստ փաստերի առաջնորդվենք։ Կլինի պայմանավորվեցինք։ Բարև։ Երեխեք լավ եք։ Նկարվեցինք, չէ։ Դե այս բաները ուղղեք է։ Իմն էսա։ Հա, ապրես։ Բան մարսպետ, այդ տենց կիսատ պռատ հարցերը որ կա, պետք է ընդհանրապես գույքագրել։ Ու որը հայա, որը չէա, ասինքն հարցերը պետք է փակելով գնալ առաջ, էլի, որովհետեւ այդպես կիսատ ամեն անգամ, ասինքն եթե չէ, ապա մարդկանց հստակ ասենք չէ, ժողովուրդ ջան, ու հիմնավորենք ինչի չէ, գրավոր տանք, որ մարդիկ իմանան։ Հայա, էլի գրավոր պետք տանք հայա, հարցը լուծենք գնանք առաջ։ Ինքը իր բերքը հավաքել է, իր տարածքի ուշնորհից չենք ունեցել։ Բարև ձեզ։ Դե էդ եմ ասում, ըստ փաստերի։ Եթե փաստագրված է, որ հավաքած է, ուրեմն չէ, ասում ենք ամենայն հարգանքով։ Մենք բոլորը փաստագրել ենք այդ ժամանակ։ Որը բան է եղել, մենք հանձնաժողով ներկայացրել ենք։ Ու փոխհատուցումներ է Տրվել է։ Այդ ժամանակ բոլորը ովքեր վնաս կրել են, մենք անասունների հիմարներն են իրենց հետ վերադարձել։ Ոսրակ բերքի համար են։ Այո, մենք ամբողջությամբ չկա մեկը, որ վնաս է կրել, կառավարությունը չի փոխհատուցել։ Շատ լավ։ Շատ լավ։ Պարոն Պապյան, մի անգամ է փորձենք։ Հələ։ Վարչապետ, ամենասպասված այսպես ասած գյուղատնտեսական աջակցության ծրագիրը դա փոքր գյուղատնտեսների ուզում են որպեսզի 0%-ով վարկեր լինեն, որպեսզի կարողանան գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնենք եւ ելի այդ հարցով բոլորից ստայտվում է ձեզ ամենաշատը դիմել են։ Հա, եւ բնականաբար քանի որ քաղաքացիները դիմել են ձեզ ու այդ հարցը մենք գիտենք որ շատ կարեւոր է իրենց համար։ Բարև ձեզ։ Ձեր հանձնարարությամբ մշակում ենք աջակցության ծրագիր, որը կարծում եմ ապրիլ ամսին կհասցնենք ընդունենք, որպեսզի մեր քաղաքացիները Էլի 0%-ով վարկերի մասին։ Այո, ու սա վերաբերվելու է 100,000-ավոր մարդկանց, այն փոքր գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությունների։ Դե նախկինում ոնց աշխատել են նույն ձևի, չէ՞։ Այո, որոշակի դիզայնում միգուցե փոփոխություններ լինեն, բայց մեծ հաշվով լինելու է անտոկոս վարկ, որից կարող են գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր քաղաքացիները օգտվել։ Շատ լավ, դե ընթացքը ապահովեք, որ ժամանակին հասցնենք։ Հա, եղբայր։
Լե թաղը է պետք ասացելու։ Որն է ձեր թաղը։ Է որ նոր մտել էիք է դրա կողքի թաղը։ Պարոն քաղաքապետ։ Երեխեն հարցում է իրաց թաղը երբ ենք ասֆալտապատելու։ Է որ նոր մտել էիք դրա կողքի։ Այս տարի այդ թաղը անել։ Հաստատ։ Հաստատ։ Որը ասեցինք ասցիք հաստատ, պարոն համայնքի ղեկավար, տեսեք, հա։ Նախագիծ նախաշի վարվածա սա։ Տեսեք, չանեք, հետո ես եմ սևերես մնալու։ Ես եմ սևերես մնալու։ Հաջա։ Ես տարի առաջ ես մենք շատ դիմումներ կատակացություն Ինչ թեմա է եղել։ Դա է սպոնտան հարցը։ Ես տարի առաջ պատասխանը դերից կրա։ Չի բացահայտվել։ Ոչ մի անգամ դիմումներս չեմ ստանում ես։ Ահա։ Հիմա մենք Անն ազգանունը կասեք եթերում է։ 90 մի քանի անգամ ձեզ դե մոտիքցել ալեսը մի անգրել որի դասերից պետք է մի հատ Անն ազգանունը դեպքի ոստիկանություն եմ, ոստիկանություն։ Անն ազգանունը 99% գիտեմ, 1% չգիտեմ, բա ո՞նց։ Դուժողի Անն ազգանունը։ Ես այդ ինձ դիմումա գրել կտածես։ Շատ լավ, օգնական աստեղա, պարոն Իսախանյան։ Մեկ էլ մի խնդրանք էլի։ Մի հատ իրանք էլ դիմում ունեն սպանության գործը։ Մեկ էլ մի հատ։ 3 տարի առաջ ինձ անմեղտեղ դատին, տնային կալանք տվին։ Ինչ հոդվածով։ Ոստիկանության շենքը Ինչ հոդվածով։ Ինչ հոդվածով։ Եղքին տարբեր հոդվածներով են։ Դե եղբայր դատական գործեր կապված ես ինչ ասեմ։ Չէ, բայց դե արդեն դատել են մարդուներին։ Դատել են։ Ես ինչ անեմ։ Բարի ձեզ։ Ոչի չկամանք, յոլա յակեկա։ Դա թող բան խոսանքնեմ նույն։ 2 տարի 4 ամիս, 2 տարի 4 ամիս, 5 տարի կես ընդ դատել են, վերաքննիչ ազատելա որ։ Եղբայր, եթե դատանը դատելա, ես չեմ կարա բան անեմ։ Եթե դատելա, ուրեմն հիմքակ թե չէ որ դատել։ Չի կտե, ոչ մի բան, վերաքննիչ ընդ ազատելա։ Հա, ազատելա։ Ազատելա, ազատելա։ Բան չի կտե, բայց 2 տարի 4 ամիս անմեղտել Միջի համար այդ Հիմա դուք կարաք դիմեք էլի ձեր եթե նայած վերաքննիչ ազատելա նայած ինչ հիմքով ազատել Հիմքով որ ոչ մի բան չկտացին վրան պարոն Խաչյան ոչ մի բան Եղբայր ես մի չեմ կարա բանավոր Եթե արդարացման հիմքով է ազատել դուք իրավունք ունեք ձեր այդ ընթացքում ձեր կրած վնասների չստացած շահույթի հարցով դիմել եւ փոխհատուցում ստանալ Եթե ես ընդունում եմ բայց ես իմ տեղը հարցը պիտի բացահայտվի Պետք է բացահայտվի, պարոն Փաշյան։ Պարոն Իսախանյան։ Որ ստից կասկածելով վենդետա չլինի, ասեն ես եղավ, ես կասկածելով մարդու վրա չեմ եկել։ Իմ դժվարին իմանամ ես քաշեմ կրած։ Դուք անելու բան չունեք, դա պետության գործն է։ Դու ուրեմն իմ ուսը ձեր վրան ամնում։ Հա, եղբայր, բայց դե հիմա պետք է հասկանա, եթե բավարար չափով փաստեր կան, պետք է բանա։ Եթե լրիվ փաստեր կա, զապիսներ կա, ամեն ինչ Ես չեմ բացառում, որ քննությունը մի րոպե խոսում եք էլի։ Ես չեմ բացառում, որ քննությունը բավարար ուշադիր չի, արդյունավետ չի եւ այլն։ Մի րոպե, ես ձեր ազգանունը ինչ է։ Հարությունյան Հարությունյան։ Ահա, լսում եմ ձեզ երկու բառը դուք եք լսում։ Բայց լինում են դեպքեր ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում է, որ հանցագործությունները չեն բացահայտվում։ Աշխարհի ոչ մի երկրում չկա որ 100% բացահայտում կա։ Բայց ես հիմա ձեզ խոստանում եմ, որ մենք նորից մի հատ կնայենք, կխնդրենք մեր իրավապահներին առավել ուշադիր նայել, որպեսզի բացահայտվի։ Մի բան ասել գնացեք։ Որ ասում են 99% գիտեն 1%, այդ ո՞նց եղավ։ Այդ կպարզենք։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ ինձ 5 րոպե, ես կութի բնակիչ եմ, հեմոդիալեզով հիվանդ եմ։ Ես կութից շատ ժամանակ ոտքով եմ իջնում գնում դիալեզի գալի։ Մեր Վարդենիսի թիմը Մարտունիումն է դիալեզ ընդունում։ Ճիշտ է, շնորհակալ ենք պարոն Խաչատրյանը, պարոն Սարգսյանը մեզ օգնում են տարբերաբար ժամանակ առ ժամանակ։ Գազել ունենք, մեզի տանում բերում է, բայց այնտեղ ապարատա փչանում, խնդիրներ ենք ունենում։ Ներկապահին մեր կես թիմը գնացել է, կես թիմը մնացել է։ Տիկին Ավանեսյան։ Խնդրում ենք իսկ ինչն է ձեր հարցը, ինչ է կապը։ Հարցը Վարդենիսում է լինի հեմոդիալեզ։ Տիկին Ավանեսյան, Տիկին Ավանեսյան, իսկ որ նորոգում ենք Վարդենիսում հեմոդիալեզ նախատեսում։ Այո, կլինի։ Այս տարի կլինի։ Այս սարքերի գնման process-ի մեջ է։ Իսկ մի հատ խնդրանք է, գութեն չկա բանի մեջ, 16 միլիոնի ծրագիրի մեջ, ինչի չկա։ Դե որովհետև նախկինում չեն սարքել, ընդամենը 3 տուն ա եղել, դրա համար չենք Իսկ չի լինելու։
Դե հաջորդ փուլում գուցե եթե հայտեր կան մի հատ հավաքեք գոնե իմանան կոնկրետ սարքողներ լինելու են, որովհետև էդ էլ սիրուն չի։ Բաները, քվոտաները դնում ենք, տենց մնում է եւ կրով։ Մեկ էլ մեր կուտի ճանապարհը շատ անմխիթար վիճակում։ Ճանապարհները հերթով կսարքեն, հա։ Նախ շնորհակալ եք, որ եկել եք մեր Վարդենից մի հատ սպեսի հարցը, էլի, ես վարորդ տղա չեմ, էլի։ Գնում ասում եմ գավառ պասպորտի համար։ Եղբայր, այդ հարցը քննարկեցինք։ Պասպորտի շրջիկ կետ կա։ Հետևեք հայտարարություններին, ներքին գործեր, մի րոպե, եղբայր։ Ներքին գործերի նախարարության շրջիկ անձնագրային կետը գալիս է Վարդենիցում կանգնում։ Ինչքան է պետք։ Մի ժամ է պետք, 2 ժամ է պետք, 5 ժամ է պետք, 2 օր է պետք, կկանգնի, ձեր մոտիկ կգնաք կմտնեք մեքենայա կահավորված Mercedes առել ենք, որ մտնեք ձեր հարցերը լուծեք դուրս։ Ուղղակի խնդրանք հնարավոր չի որ բերեն մեր մոտ ասեք եղբայր բերում են չունի գալու։ Չեմ լսում դուք եք լսեք, էլի բանվարչում։ Հիմա մի հատ կառավարության որոշման նախագիծ է շրջան առնում, որում համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակին որոշակի բաներ պատվիրակելու են, որ համայնքը զբաղվի դրանով։ Նկատի ունեմ պասպորտ սեղանը գալիս է, կա աշխատանքի կազմակերպման հարցը։ Այսինքն ձեզ հո շենք չի պետք, ձեզ պետք է որ ձեր խնդիրը լուծվի։ Mercedes-ը գալիս է, լուծում է ձեր սերքը, հիմա եթե խնդիր կա, որ համայնքային ծառայության գրասենյակը նախնական ինչ որ հավաքի փաստաթղթերը, որ մեքենան գա միանգամից լուծի, դա կլավացնեն, կլուծվի այդ։ Այսինքն ձեզ ծառայությունն է պետք, էլի շենքը չի պետք։ Մենք ծառայությունը կապահովենք։ Որտեղ ենք գնում, Համայնքա մեքենան գալիս է քաղաքի կենտրոնում կանգնում է։ Չէ, գավառ 3 անգամ գնում ենք 40։ Բայց հիմա խի եք գնում, ինչ եք գնում։ Հերթը շատ է։ Ինչի մեքենայի մոտ հերթը շատ է։ Տիկին Սարգսյան։ Հələ ձեր անուն ազգանուն ասա։ Արթունյան Վարդան։ Կոնկրետ խնդրում եմ արդեն 2 քաղաքացի Տիկին Սարգսյան, ներքին գործերի նախարարին եմ դիմում։ 2 քաղաքացի արդեն այդ հարցը բարձրացնում է, բայց մենք շրջիկը ունենք։ Խնդրում ենք մի հատ մարդու հետ խոսան, տեսնեն եւ համայնքի հետ էլ խոսան մարզպետի հետ։ Այդ շրջիկ կետի աշխատանքը ինչով չի բավարարում, որ մարդիկ հարցը բարձրացնում են։ Համեցեք։ Այդ շրջիկը, այդ հասկացողությունը որ կա եղել է դեր դիմել եմ, փոքր տղայիս համար ազնագիր ստացել եմ, այդ ձեր ասածը աշխատել է համաձայն, բայց մնացած մյուս հարցերում չի։ Ինչ հարցերում։ Պետք է գնանք ասենք, այնտեղ գրանցման հետ կապված։ Շենքի հարցը փակել են, էլի Ժորժ ջան։ Ընտանիքի պետք է։ Էսա ընդհակառակը 27 թվից գնանք կներեք նախ 27 թվից 26 թվից երկրորդ կեսից կամ 27 թվից բիոմետրիկ անձնագրերն են մտնում, որ ընդհանրապես ամեն ինչ հիմնական մասը on-line ալնելու անձնագրի համար մի անգամ ընդամենը պետք գտնելու գնալ։ Դրա համար բերել շենքեր սարքել, այդքան պետական ծախսաներ, բայց ասում եմ տիկին նախարար, մի հատ մարդկանց հետ թող կոնկրետ խոսեն, ձեր անուն ազգանունն է։ Արտուր Օհանյան Արտուրի եւ մեր եւ Վարդանի հետ։ Թող խոսեն, մի հատ հասկանան մարդիկ ինչ իրավիճակներում են, որ չնայած շրջիկը դրել ենք, իրանք ինչի են ստիպված գնալ գավառ, դուք էլ ինձ հետո կասեք, թե իրանք ինչի են ստիպված գնալ գավառ։ Չէ՞ որ մենք դա այդ ծառայությունը ստեղծել ենք, որ ստիպված չլինեն։ Տան համար է էլի, մենք 2000 թվից ես ապրում եմ մի տան մեջ, որը որ այն ժամանակ գիտեք ոնց է եղել էլի, գյուղապետներն բերել են մարդիկ են գրանցել, տարբեր մարդիկ են գրանցել, հիմա չեմ կարողանում սեփականաշնորհեմ, մենք տան մեջ նստած, բերել են իրանք տարբեր մարդիկ են գրանցել, հիմա դրական պատասխանի կներեք, ես դուսակեմ, դրական պատասխանի խնդրում եմ։ Շատ կարդամ նոր էլ ես գլխից ոնց Պարոն Փաշինյան, անձամբ ձեզ եմ խնդրում, պատասխան բայց օգնականից եմ տալու, ինչ հարցով։ Ինչ հարցով։ 20 թվականին ստեղ սպանության հարցը որ մինչև որ ձեր ամուսինը մոտեցել է։ Եթե ոչ, ուրեմն օրենքի մատը խառնա։ Շատ լավ։ Նախարարի, բոլորի դատախազի դատավորների, բոլորի մատը խառնա։ 20 թվին նախարար չի եղել, դատախազը դատախազ չի իրոք հավատացեք օրենք գոյություն չի։ Ես պարոն Փաշինյան, ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, հիմա այդ տունն ես եմ 0-ից հավաքել եմ։ Այն ժամանակ ինձ ասել են, որ ինքը թուրքի լքված շինություն է, որպես 90-ականների փաստական, պիտի այդ տունն նվիրատվություն անեին, բայց ղեկավարները այն թվի ղեկավարները
Էտո ոլորտի հարցա, Թորոսյանի նախարարության հարցա, մարզպետարանի թե համայնքի։ Կադաստրի։ Բանը գրանցումների հետ է կապված իրանց։ Մի հատ ձեր անուն ազգանունը ստեղացեք, պարոն Թովմասյան։ Բաղմանյան Էլմիրա Սուրենի։ Գյուղը։ Կուտ գյուղ։ Հասցեկա։ Ահա, հասցեկա, Բալասանյան առաջի փողոց տուն 25։ Մի հատ այդ տան հետ կապված պարոն Թովմասյան հասկանանք ինչ խնդիր է, այսինքն ինչ հասկացա։ Վա, ես չեմպիոն եմ։ Ինչի չեմպիոն ես դու։ Ինչի։ Մարլաձեց, շատ ապրես։ Բարև եղբայր։ Լավ եղբայր ջան։ Նկարվենք, ով է նկարում։ Շնորհակալ եմ։ Հա ջան, մի րոպե։ Լավ քաղաքապետ ունենք, որ ռայոնի համար լավ մենք էլ շնորհակալ ենք, որ արկել եք, եկել եք։ Խի առաջ անգամ եմ ես եկել, քանի անգամ եմ եկել, ես որ երրորդ անգամն է ես վարչապետելներից հետո որ երրորդ անգամն է ես արդեն հաշիվել չկա։ Փաշինյան, երեքի։ Արքես։ Ընտրեմ ես դիմումներին մի հատ դենտի պատասխան տվեք դրական։ Վայ մռուտ ջան, սպասի։ Ես քեզ եմ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, երեխեք ջան։ Բարև, ինչ անունը։ Եկելա ձեզ տեսնի։ Բարև Կամո ջան, մի հատ բարև եղբայր։ Լավ եղբայր։ Մի հատ քեզ նվիրեմ սրանից։ Բարև եղբայր ջան։ Մի հատ քեզ էլ նվիրեմ, բայց կուրտքեդ հաստ է, դու էս վերցրու։ Կամոինն էլ, Կամո ջան, քո կուրտքեն էլ է հաստ։ Արանք նկարվենք։ Հա, իհարկե եղբայր։ Մենք հետ։ Հա ջան։ Ով է նկարում։ Երեխեք ջան, այդ բաները չգցեք։ Սպասի քեզ էլ տամ սրանից նոր։ Ներոպե կան եկել։ Ներա կարը չնդել։ Ասիա վարչապետ։ Մեր վարչապետն է, մեր վարչապետը կմնա ոնց Փաշինյան մի հատ խնդրում եմ ընձիլեսի անցած տարի ուրալը նոր շերտեսն գերիցորեն Սիսյան որ են Էսա մի րոպե երեխեք։ Էլո է նկարվում։ Դուք ասեք լսում եմ։ Ով է նկարվում։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Չէ, հա ջան, եղբայր։ 100%։ Չենք երևում։ Ահա, երևաց է։ Հաջա։ Ուրեմն ես ունեմ մի հատ Դեպքը շատ ծանոթ է։ Հիմա չեմ թողել մի հատ Քանի բնակիչ կա։ 5000 ուրեմն մեջտեղ Կողքը ինչ գյուղեր կա։ Լուսակուն քաղաքը մեջտեղ սարքեն 1600 համարյա 1600 պարոն վարչապետ, մատ ասեմ նոր, հա։ Շնորհակալ եմ։ 1600 լուսակուն կումա բնակիչ, 1100 խաչախբյուրում է։ Բանի 5000 էլ մերն է։ Այդ մարզական կենտրոն սարքելու համար ճիշտ տեղը որտեղ է։ Որը նեցնի որ խոշորացված համայնքի մաքսիմալ շատ բնակավայրերի էլի։ Ամեն դեպքում մենք քննարկել ենք մսոնի հետ հենց Վարդենի։ Որոշել եք տեղը։ Եղբայր Վարդենիսի մենք կառուցել։ Ակունքի մեկ էլ խաչախբյուրի մեջտեղում, լուսակունքում։ Լսեք, հիմա մեխանիզմը հետևյալն է։ Մաքսիմալ հարմար տեղ եք գտնում։ Հետագայում էլ համայնքը տրանսպորտային համակարգի միջոցով ընթանում է, որ սկսում ենք բան անենք։ Այս 7-10 միլիարդ ավարտեք, հաջորդիվ արդեն համայնքի խոշորացված տրանսպորտային հարցերին պետք է, որ դպրոցը, մարզական կենտրոնը, մանկապարտեզը, մարդիկ հասանելիություն ունենան եւ մեծ բարդ։ Չնայած դպրոցի հարցը առանձին ենք լուծելու, որը կրթահամարիր է։ Մենք կամ ծնողներին ենք ֆինանսավորելու, կամ մենք ինքներս բանի համար
դպրոցի համար տրանսպորտ ենք ապավել։ Ստեղ եղել է տրանսպորտը։ Ջալոց մի բան էլ ասեմ, տրանսպորտի հետ կապված մենք մի քանի անգամ մրցույթ դերինք, հաղթող չեղավ, հիմա ստեղծել ենք համայնքային ՓԲ։ Դե ուրեմն տենց, համայնքային ՓԲ-ով ենք հիմա։ Մեր աշակերտներն են 2025 թվականի Եվրոպայի չեմպիոններն են։ Շատ ապրես, շատ ապրես։ Եթե հետի Նկարվեցինք չեմպիոն, թե չէ։ Չեմպիոն։ Նկարվեցինք, թե չէ։ Վարդենիսում, եղբայր, Վարդենիսում։ Վարդենիսում կա արդեն, պարոն։ Քանի կիլոմետր է ձեր բնակավայրը հեռու։ Կպած է այդ գյուղերի հետ։ Չէ, Վարդենիսին ինչքան է։ Վարդենիսից ինչքան է հեռու։ Կպած է, չէ։ Էй դե եղբայր, Վարդենիս ինչ տարբերություն։ Դե այն կողմից, պարոն վարչապետ։ Դե եղբայր, սկզբից մեծ բնակավայրում պետք է սարքենք։ Ծանրաբեռնվի տեղ չլինի, հետո արդեն գյուղերում, էլի։ Ասենք տրամաբանոր նորակառույց դպրոց կա։ Նորակառույց դպրոցի մարզադահլիճ։ Արդեն պետք է գնանք, չէ՞։ Ժողովուրդ ջան, արդեն մեր ժամանակը սպառվում է։ Ինչա դրած։ Մի հատ տվարտիրա ունեմ, բլե, ամբողջ։ Ինչ եք ուզում։ Տվարտիր է, ամբողջ։ Ինչ եք ուզում։ Ուզում եք ինչ անենք։ Մի հատ տարած ձեր աչքով տենաք, մերա ում հայտնեմ։ Տեն հիմա չեմ կարող գամ տենամ։ Կարող եմ անցնեք այն միշտ Չէ, ուշանում ենք, Մարիկ ջան, ուշանում ենք, ուրիշ տեղ ձեր աչքով տենաք։ Այս դիմումը կտանք պարոն Այս դիմումները ամբողջին հայտնել են։ Կբաշխեք օգնականների մեջ, հատ զբաղվեք բոլոր դիմում։ Ձեր պատասխանել է, ես խնդրում եմ ադնձիլեսի անցած տարի ես ու Քասյան քնարիք իմ ծառայողի ես անցած տարի Ուրալն Գավսիսյանի ջոն ես չարտու փշուրեղերին նոր կարգավորում շնորհական իմ քեզ որ այդ կարգադրությունների սինգուատն սարկատրած է 3 միլիոնանոց սարկատրած է շնորհակալ եմ քեզանից է մեր առողջապահության նախարարից է հիմի ինտեղ եմ բռնվուզա Ինչի համար Անա է ես ինա մեքենա շուրեգի ինչ բերին բարտի կախին թե ոնց տեսցելին 3 տարի նստեր արտի Վեցած երեխա ունի, իրան փարոսն կտրած երեխեքներին, իրան սանկետուն են լրիվ ծագրդաշ ջուրն կատում է երեխեքներու վրենա, անջապես ես խնդրում եմ, աջակցիս իմ երեխին պաստողիս հիվանդա, Սուքասյան Ստեփան Որտեղ է նստած Արմավիրի քրեակատարողականն Բնայք չեմ կարա բան խոստանամ, բայց եթե լավ վարք ունենա, գուցե պայմանական վաղաժամ, բայց արդեն պետք է գնանք Մի րոպե չէ, ինձ պետք է լսեք, որովհետև ես 55 թվից ծնված եմ, 78 թվին իմ պասպորտն կեղծել են, իմ ամուսնու անձնագիր կեղծել են, տղուս, տղես մահացած է, ամուսինս մահացած է, հիմի կատաստրով ես գոյություն չունեմ, որպես Հայաստանից տեղի բնակիչ, չգիտեմ որտեղ են գերը, ինչ են արել, կատաստրն կեղծել են, Անձնագիր չունեք դու Անձնագիր ունեմ, կեղծած անձնագիրն Տեղակ է Իմ մահաց Մատ պարզեք ինչ իմ մահացած տղուն գրել են ուրիշ շենքի վրա Սենց դեպքերում ախր գոնե գրավոր ասեք, որ գոնե անազգան մի բան Ես 5-6 անգամ տվել եմ ձեզ նամակը Ինձ անձամբ ինձ Տվել եմ, ինչքան որ եկել եք Շատ լավ, ձեր անուն ազգանունը մի հատ ասեք Մեղազարյան Անահիտ Արմենակի Հասցե Լեռնագործների է, բայց տվել եմ Լեռնագործների է, բայց իրան Այստեղ պրոբլեմ ունենք, որ մարդը Փախստական են գրել, փախստական են գրել Շատ լավ, փորձենք հասկանալ Դու ասեք, ես ոնց կարամ ձեզ ազգային Հիմա նախարարին ես դիմեցի, որ նախարարը մի հատ ճշտի Մի հատ ճշտի Ժորժ ջան, պետք է գնանք արդեն Չէ, արդեն Եղբայր, արդեն ուշանում ենք Ինչ անեմ, որ այդ ռազմային ընթացք դրվի Եղբայր, գրավոր մի գոնե թուղթ տվեք Հայտնի են, մի գոնե թուղթ տայիք, էլի, բարև եղբայր Հա, նկար, ով է նկար Որտե Զինվորի տանը, որ հանդիպեցի սայլակի վրա, որ մեզ տարցի, հիշեցիք Ինչա պետք անել, ինչ է բարձրակալում եք ասել Երկու խնդիր Ասել 70,000 դրամ վարկեմ ունեցե, ապրիլյան պատվեր մասնակից, հիշեցիք ինձ լավ, հենոր որ ասեցի Զինվորի տան ամսու 28-ի վրով, հիմի աճելա էլը 5 միլիոն էտի, համել բնակարանը սերթա գրված են բնայում 10 տարի է, բայց ապում եմ անորոչս հետ, իմ հարցը այդպես մնացել է Բնակարանների հարցերը լուծելու ենք
Պարոն Պապիկյան, հերթագրված բնակարանների հարցերը հերթագրված է։ Հա, Ուղղակի խնդրեմ այդ հարցի լուծումը բնակարանի։ Այո, լուծելու են։ Էսա վարկինը չգիտեմ պետքա նայվի, բայց բնակարանն ապրիլին կառավարության որոշում ընդունելու ենք 2 տարվա մեջ լուծելու։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, գնացինք, բոլորիդ շնորհակալ եմ։ Եղբայր, պետք է գնանք արդեն։ Պետք է գնանք։ Երեխեք ջան, տուր մի հատ բան տուր։ Երեխեք, ես ձեզ, ողջույն, հա, եկեք։ Ում չեմ տվել սրանից, ես ձեզ, Լևոն տուր։ Ում չեմ տվել սրանից։ Նկարվեք։ Ձեզ տվել եմ սրանից, դե վերցվեք։ Այդ մագնիսը տնգավ։ Մագնիսը տնգավ։ Հա։ Ավտոբուսը ուրա։ Շնորհակալ եմ եղբայր։ Շնորհակալ։ Ամբողջ Վարդենիս Փաշինյան։ Շնորհակալ եմ։ Գնել, ձեզ Հաջան։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եղբայր։ Դեռ հələ գալու ենք, մայիսին գալու ենք, այս ժուրնալն է։ Բարև եղբայր։ Եղբայր ցավը տանեմ, արդեն պետք է գնանք ուշանում ենք, ահա որ։ Ավտոբուսը ուրա։ Գնացինք։ Տներեք, պետք է գնանք արդեն։ Դե արա, գելի ուրա հեռախոսը պատրաստ։ Եղբայր արդեն ուշանում ենք, էլի, կներես։ Համայնքի ղեկավարին ասա ինքը ինձ կփոխանցի։ Հա, արագացրեք, էլի երեխեք ջան։ Դու Ժողովուրդ ջան, ուշանում ենք, էլի։ Եկեք, արագ, նկարվել արագ։ Արագ, երեխեք արագ չեք անում, ուշացանք, կորը պրծա, հա? Նկարվում, մի հատ պին տուր, ես քեզ, երեխեք լավ էլի նկարվել հաջորդ անգամ թողը, ես քեզ տվել եմ քեզ սրանից, դե վերցրու, գնացինք, Լևոն ջան, ավտոբուսը մի շմոտ եք բերեիք, բարև եղբայր։ Բարոն վարչապետ, ես մի հատ ես բան Լավ էլի։ Վարդենիսիներին լավ նայա։ Երկու աշկում Տնաշեն, 7 միլիարդ սուբվենցիոն ծրագիր ենք հաստատել։ Մենք սահմանամերձ ա կապրենք։ Հա։ Ում ոնց ա նայես, բայց մեզի լավ նայա։ Բոլորին ես բոլորին նույն ձև եմ նայ։ Վարդենիսիների վիճակը թող լավանա։ Կլավանա, ոչ մի խնդիր։ Ժողովուրդ ջան, կներեք, արդեն պետք է գնանք կներեք։ Ներողություն, շնորհակալ եմ բոլորին։ Բոլորից սիրում եմ, լավ եղեք։ Արագ, երեխեք, արագ։ Արագ։ Վերցրու եղբայր, դու ես պենիք։ Դու ունես սրանից։ Հա, շատ մի։ Ես չունեմ, Իհարկե եղբայր։ Նրանց չի ասա։ Վարչապետ մեկ նկարի։ Արմեն ջան, վերցրու։ Շուտ արա։ Շնորհակալ եմ եղբայր։ Գնացինք Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Լավիկ, դու ինչ ես անում այստեղ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ։ Երբ մի բան ասեմ, էլի Ճապոնիայի բանն էր, որ կայսերը գնաց ձեռը բռնեց խաղաղություն Ամերիկայի հետ։ Եղավ, եղավ։ Շնորհակալ եմ։ Ահա։ Այսպեսին էր Վարդենիսի մեր այց։